Պատարագի ավարտից հետո, երբ վարչապետի աջակիցները դուրս էին եկելու շարքով սպասում էին նրա դուրս գալուն ու կրկին ծափահարերում, որն իհարկե տեղի ունեցավ Նարեկ Կարապետյանը ևս լքեց եկեղեցին և առաջ շարժվեց։ Լրագրողների հետ կարճ ճեպազրույցում նա անդրադարձավ պատարագին ու Վեհափարի անվան զեղչմանն ասելով. Տրտմություն իջավ մեզ վրա, բայց իմ կարծիքով մեր եկեղեցին այս փորձություններ կհաղթարի։ Իմ զգացիկ այն պահին, երբ որ Վեհափարի անունը չշեշտվեց պատարագի ժամանակ։ Ասեցի, տրտմություն իջավ մեր վրա։ Իլերում Կարապետյանը նաև ընդգծեց, որ իշխանականները դրսից չկարողացան եկեղեցու պրոցեսները իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, դրա համար էլ գնացին ներքին հանգուցալուծման ճանապարհով։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաների եկեղեցու դեմ եւ հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին։ Եկեղեցու պրոցեսները դրսից, քանի որ չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, նրանք եկան ներքին հանգուցալուծման, գնացին ներքին հանգուցալուծման, բայց այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները եւ միայն ներսից են փորձում ինչ որ քայլեր ձեռնարկել։